լիքը մարդ ասում որ 500 տարի, 600 տարի ապրել ենք իրար այդ Օսմանյան գայսրության դակ, դա բարդաթրողական է եղել, հայերը միշտ ջնշված են ապրել, շատերը ասում են բա հարուստ են եղել, այսինքն ոչ հայերն են ասում, դա հարուստ են եղել հայերը, բա ոնց է որ ջնշված են եղել, պարլամենտում աթոռն եղել, դա աշխարհի հիմա ցուցադրական բնույթ է գրել իրականում, վերջում տեսել ենք այդ պատգամավորների մեծամասնության ոնց գլուխները գտրին, մորթին, հոշոտեցին իրանց ընտանիքներին եւ այլն։ Մի մոռացեք, որ ցեղասպանությունը միայն 1915 թվով չի, 1886 թվից է սկսել գյուղերից, գյուղացի անկրակեդեն խեղճուկրակ մարդկանցից է սկսել եւ այլն ծայրամասերից։ Կամած հասել են մինչեւ Իստանբուլ, Անկարա եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա երբևէ հնարավոր չի լինի։ Մենք չենք կարող ուղղակի ջնջել մեր պատմությունը եւ գնալ առաջ։ Շատ սխալ եմ նայում, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցեն, սահմանները բացեն, դա առաջինը շատ վատ կանդրադառնա հայոց տնտեսության վրա, որովհետև եթե մենք չզարգացնենք մեր տնտեսությունը, թուրքական տնտեսությունը ներխուժելով հայկական պետականություն, մեր մանր միջին բիզնեսին լրիվ կհոշոտի, դա առաջինը դա սխալ է։ Մինչև ցեղասպանությունը չընդունեն, մենք չենք կարող ընդունել բարեկամություն։ Դա բացառվում է։ Ես չգիտեմ, դուք Վարդան Պետրոսյանը մի հատ այսպես բան ասում, Թուրքի լավը ո՞րն է։ Թուրքին լավ չի լինում։ Երբեք չպետք է Թուրքին վստահել։ Թուրքը միշտ եղել է բարբարոս պետություն, մնացել է բարբարոս, իրանք ոչ մի անգամ մեր ազգին հետ բարեկամություն անելու հնարավորություն չկա։ Այո, ինչու ոչ։ Դա համ ձեռնտու կլինի համ Հայաստանի համար, համ Թուրքիայի, որտեղ դա շատ կարևոր է։ Առևտրական շատ ճանապարհներ կբացի, մենք ունենանք ճանապարհ դեպի միջագրական ծով եւ ավելի կարճ ճանապարհ դեպի Սև ծով։ Թուրքիայի հետ միգուցե հնարավոր է, երբ որ նրանք ընդունեն այդ փաստը, իսկապես ներողություն խնդրեն եւ միգուցե եթե ինչ-որ մի քանի սերունդ էլ փոխվի, այդ ժամանակ միգուցե, քանի դեռ նրանց փողոցներում կան մարդիկ, որոնց համար հային սպանելը հաճույք է, այսպես ասած, չեմ կարծում։ Ես որպես խարպերցի արմատներով, սասունցի, իմ բաբուն մորական կողմից անձամբ հանդիպած, իր պատմածները լսած, չեմ կարող Նիկոլ Փաշինյանի նման մարդուն հավատալ կամ լսել, կամ նույնիսկ այդ կասկածի տակ դնելը դա ուղղակի միշտ թուրքերի կողմից է եղել, ադրբեջանցիների կողմից է եղել, դա ոչ հայեցի գաղափար է, դա ոչ հայեցի գործիք է։ Ցեղասպանությունը կասկածի տակ դնել չի կարելի, դա մեր եղել է նախքին, ներկա եւ ապագայի հարցն է։ Նա ամբողջ Հայաստանի ընդհանրապես հայ լինելու գաղափարը դնում է հարցականի տակ, ու ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև այսօր կան մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն եւ ընդհանրապես ինչ-որ մեկը կարող է խրախուսել կամ մի դրական բան ասել իր քաղաքականության մասին։ Չունենալով հիշողություն, շղթելով քո հիշողությունը, դու չես կարող առաջ գնալ։ Մարդ չիմանալով իր անցյալը, չի կարող ճիշտ ներկա ունենալ եւ չի իմանա ինչ ապագա պիտի իրեն սպասի։ Միանշանակ դա ոչ միայն դատապարտում եմ եւ նման մարդկանց ես նույնիսկ առաջարկեմ, որ իրենց դատի տան եւ պատժեն։ Չի կարելի հայոց ցեղասպանությունը շղթել, դա մեր հիշողությունը։ Երբ հային իր պատմական հիշողությունից զտեն, նա հայ չի կարող լինի։ Դա մեկը միշտ պետք է հայը իմանա։ Չեմ կարող լավ վերաբերվել իհարկե այդ փաստին, քանի որ ինքս հանդիսանում եմ ցեղասպանության մազապուրծ, ինչպես ասում են, եղած մարդկանց ժառանգ, ու դա հնարավոր չէ հերքել, քանի որ կան մարդիկ, վկաներ, ցավոք սրտի, չգիտեմ ինչպես կարող ենք դա հերքել ու մոռանալ, դա ուղղակի բառ չեմ գտնի ասելու ուղղակի։ Երևի գաղափարությունները ցեղասպանության մասին դրամարել արեց։ 25 տարի ես կյանքից կեսից ավել ապրում եմ իմ հայրենիքում, այսքան խայդարակ վիճակ չեմ տեսել, ոնց որ ես վերջի 2018-ից հետո քաղաքի կենտրոնում զբոսնելիս, ել չեմ ուզում զբոսնեմ, լսում եմ որ այլ ազգերը, այլ ազգի, այսինքն թշնամի ազգերից քաղաքում մանենգալի ոնց ուզեն հրաբարագում են երգում, շատերը մտածում են որ վարձկաններ էին դրանք, բայց վարձկաններ չէին դրանք, ուղղակի իրանց հաճույքն էին անում, իրանց երազած ապակա երկրում։
որը սենց շարունակվին ցումակ իրականանա։ Անվտանգությունն էլ է Նիկոլ Փաշինյանը, այդ ազգ-ԱԱԾ-ն էլ է ինքը, այսքան ինքը ապօրինի գործողություններ անում, չի միջամտում, ԱԱԾ-ն ինչի չի միջամտում։ Որովհետև բոլորը իր դրածոներն են։ Թող ներող լինեն նույնիսկ մեր գեներալներն անգամ։ Ինչ են մտածում իրանք։ Այդ ոնց ստացեց, որ ամբողջ գեներալից հետո կանգնեց ու պահանջեց Նիկոլի հրաժարականը, հետո մտան։ Ուր մտան։ Դուրս եկան, այսպես չես տվեցին։ Բա ուր է ձեր բանը, ձեր այդ մունդերը պատիվ չունի։ Ձեր այդ ուսադիրները պատիվ չունեն։ Անվտանգությունը շատ ահավոր վիճակի մեջ է։ Անվտանգությունը նրանք ավելի վատ անում են մեր ժողովրդի համար, քան թե ինչ որ անվտանգություն են պաշտպանում։ Ոչ մի անվտանգության սահմաններ չկա, գոյություն չունի։ Անարխիա է տիրում մեր երկրում։ Սահմանները վերականգնելու համար եւ անվտանգ դարձնելու համար ամենակարևորը մեր ռազմական ուժին է պետք զարգացնել, մեր ռազմականացում ամբողջ ազգը պետք է կանգնի ոտքի, շատ շուտ հեռացնել այս իշխանությանը եւ բերել մեր ազգին ճիշտ ուղու վրա։ Իհարկե կան խնդիրներ, այսքան տարի անկախության շրջանում երբևիցե չի եղել, որ որևէ մեկը կասկածի տակ դնի Հայաստանի սահմանները, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Կասկածելի է Հայաստանի անվտանգությունը։ Դե երբ նայում ես ամեն ինչ խոսում են, էլի, միջազգի պահով։ Նախ եւ առաջ ռազմագիտությունից մի քիչ պետք է տեղյակ լինի նախ եւ առաջ։ Սնայպերը երբ որ ցերկը բռնում է ամբերով իր հերաթիդագին չի նայի, չի բայ երկնքին։ Զենք պիտի բռնած լինի այդ մարդը նախ եւ առաջ։ Ինքը պիտի հասկանա ինչ է զենքը, որովհետեւ մենք իրականում այդ խաղաղության խաչմերուկ, խաղաղության աղավնի մենք չենք կարող խաղալ։ Մենք ունենք մի երկու թշնամի մեր գողքերը, որը ուզում է մեզ ոչնչացնի։ Մեր ոչնչանալն է ցանկանում։ Մենք պետք է ունենանք նախ եւ առաջ այդ տիպի իշխանություն, տնտեսապես գիտագից, որ տնտեսագիտությունից տեղյակ, դիվանագիտությունից տեղյակ, ոչ թե խնդալու է ուղղակի, որ դու գնաս միտեղ փորձես մի երկրում ինչ որ փորձես բանակցել ու օգտագործես մի լեզու, օրինակի համար անգլերենը, բայց դու այդ անգլերենի 20%-ը գիտես ու անգլերենով փորձում ես բանակցել, դա ուղղակի ծաղրանքի առարկա։ Պիտի լինի կարճ գտրուկ գրաքետ ամեն ոլորտում, որը մենք ունենք այդ ռեսուրսն էլ, մենք ունենք այդ անհատներն էլ, որը կարան այդ ամեն ինչը իրականացնել, իրականություն դարձնել։ Մի քիչ պետք է լինի ներող կլինեք Ստալինի նման, որպեսզի կարողանա մի քիչ այս ժողովրդին, չգիտեմ, որովհետև այստեղ են ամենավերջի, չգիտեմ ինչից մինչև ամենայն պաշտոնյան իրանց բոլորը քաղաքագետ են կարծում, իրանք բոլորը ճիշտ են, երկրորդ կարծիք չեն լսում, 99%-ը սուտ են, սխալ են։ Վարչապետը նախ պետք է ունենա շատ բարձր մագարտակ, կրթական բարձր համակարգ, որ կարողանա մեր հարցերը, այսինքն պետության հարցը ճիշտ գնահատի, պետության ճիշտ դիրքի բերի։ Հայամետ, գրագետ, լուծումներով պատրաստ ավելի ուժեղ եւ ավելի գուցե նաեւ պատրաստ լինի պատերազմների ցավոք սրտի, բայց դա այդպես է։ Չմտածի, որ ոնց քերի ժողովրդին, այլ ընդհակառակը, ինչով աջակցեք ժողովրդին, մեղք են, մերոնք շատ մեղք են։ Ոչ միայն խոստումներ տան, բայց չկատարեն, ոնց որ եղավ, ճիշտն ասած, թող լինի խոսքի տեր, ուժեղ կամքի տեր եւ հենարան ունենա ժողովրդին։ Պետք է ժողովուրդը ընտրի իրան, ոնց որ ասում են լեգիտիմ նախագահ լինի, հույսը լինի ժողովուրդը, ժողովուրդը լինի իրան հենարան, ինքը ժողովրդին, այդպես առաջ գնանք։ Առաջին հերթին խելացի, իմաստուն, պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմտածի, կհասկանա, ինչպես ասում են, 10 անգամ կչափի, մեկ անգամ կկտրի, որպեսզի խնդիրներ չառաջանա, որովհետև իհարկե դա շատ պատասխանատու գործ է, ցանկացած անհատ մեծ պատասխանատվության տակ է մտնում լինելով կառավարություն, ով էլ լինի, պետք է լինել շատ խելացի, փորձառու, պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանալ այս դժվար ժամանակահատվածում հանել երկիրը նման վիճակից։
ազգ, բանակ, գաղափարի շուրջ միավորվեն եւ բանակցեն բոլոր պետությունների հետ, ելնելով ազգային շահեր։ Միայն ազգայնական կառավարությունը կարող է այս վիճակից մեզ դուրս բերի։ Խիստ։ Ինչ խոստանում են անեն։ Դա տեսպատիլի։